Կրեմլը հաստատել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած խաղաղության խորհրդին միանալու հրավեր է ստացել եւ Մոսկվան ներկայում ուսումնասիրում է այդ առաջարկը։ Reuters-ի փոխանցմամբ պաշտոնական որոշում դեռ չի կայացվել։ Ավելի վաղ Bloomberg-ը հայտնել էր, որ խորհրդում մշտական անդամակցություն ցանկացող երկրներից պահանջվելու է առնվազն $1 միլիարդ ներդրում։ Կանոնադրության ընդունումից հետո առաջին տարվա ընթացքում ներդրում կատարած երկրները կստանան մշտական տեղ, իսկ մյուսները կնշանակվեն առավելագույնը 3 տարի ժամկետով։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրաժարվել է միանալ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած խաղաղության խորհրդին, մտահոգություններ հայտնելով դրա կանոնադրության վերաբերյալ, փոխանցում է Bloomberg-ը։ Փարիզում կարծում են, որ առաջարկվող ձևաչափը դուրս է Գազայի հարցի շրջանակներից եւ կարող է հակասել ՄԱԿ-ի հիմնարար սկզբունքներին։ Ֆրանսիան ընդգծում է, որ միջազգային ինստիտուցիոնալ նորմերը քննարկման ենթակա չեն։ Մակրոնը նաեւ վերահաստատել է Ֆրանսիայի հավատարմությունը ազգերի ինքնիշխանությանն ու անկախությանը, արձագանքելով Գրենլանդիայի վերաբերյալ Թրամփի հայտարարություններին։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ Ալ-Շարայի հետ, հաղորդում է ՍԱՆԱ գործակալությունը։ Զրույցի ընթացքում կողմերն ընդգծել են Սիրիայի տարածքային ամբողջականության եւ անկախության պահպանման, նաեւ երկրի կայունացմանն ուղղված ջանքերին աջակցելու կարեւորությունը։ Թրամփն ու Ալ-Շարան կարեւորել են քրդական ժողովրդի իրավունքների եւ անվտանգության երաշխավորումը։ Նրանք նաեւ համաձայնել են շարունակել գործողությունները իսլամական պետությունը հաբեկչական կազմակերպության դեմ պայքարում եւ դրա սպառնալիքների լիակատար վերացման ուղղությամբ։ Մոլդովան սկսել է անկախ պետությունների գործակցության հետ անդամակցությունը ձևավորող հիմնական համաձայնագրերի չեղարկման գործընթացը, ինչը հնարավորություն կտա երկրին պաշտոնապես դուրս գալ ԱՊՀ-ից։ Այս մասին հայտարարել է փոխվարչապետ արտաքին գործերի նախարար Միհայ Պոպշոյը։ Ըստ նրա, խոսքը վերաբերում է ԱՊՀ կանոնադրության կազմակերպության ստեղծման մասին համաձայնագրի եւ համապատասխան հավելվածի չեղարկմանը։ Գործընթացը նախատեսվում է ավարտել փետրվարի կեսերին, որից հետո հարցը կքննարկվի խորհրդարանում եւ կներկայացվի նախագահի հաստատմանը։